Թրամփը պետք է արտաբերի ցեղասպանություն բառը, այսպես է սկսում Washington Times-ի հոդվածը, որում հեղինակն ընդգծում է. հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կազդի հարավային Կովկասում կայունության հեռանկարների վրա։ Թրամփի կողմից ցեղասպանություն տերմինի չկիրառումը կարող է ընկալվել որպես ազդակ տարածաշրջանային ուժերին, որ պատմական ռևիզիոնիզմն ընդունելի է։ Իրանի շուրջ հակամարտության սրման եւ Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում ամերիկյան վարչակազմի հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենամյա հայտարարությունը վերածվել է ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության եւ ռազմավարական հեղինակության փորձության։ Կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել պատմության շղթման կամ ռազմավարական լռության հիման վրա։ Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ միջազգային հանրությունը վստահի ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա չի կարող միաժամանակ զիջել անցյալի հանցագործությունների հարցում արտաքին ճնշումներին։ Հոդվածում նաև հիշատակվում է, որ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից տեղահանել է ավելի քան 120,000 հայի, ինչը հայոց ցեղասպանությունից ի վեր ամենախոշոր բռնի տեղահանումն է, եւ շեշտում, որ Միացյալ Նահանգների կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային մակարդակում կդառնա վստահելիության կարևոր բաղադրիչ։ Սակայն Թրամփին կանխատեսել գրեթե անհնարին է։ Միացյալ Նահանգների նախագահը ամենամյա ուղերձում հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է մեծ եղեռն։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին եւ դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ։ Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու եւ քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն։ Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը, հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները եւ կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ եւ խաղաղությամբ։ Մենք կանգնած ենք նրանց կողքին։ Թրամփը ուղերձում խոսել է Հայաստանի հետ հարաբերություններից ու իր ստեղծած խաղաղության խորհրդից, մասնավորեցնելով, որ Վաշինգտոնն ու Երևանը շարունակում են համագործակցությունը, նպատակ ունենալով ստեղծել ավելի անվտանգ եւ բարգավաճ աշխարհ։ Միացյալ Նահանգները ամրապնդում է ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ, ինչը հնարավորություն է տալիս նոր հնարավորություններ բացել հայ ժողովրդի համար եւ նպաստել հարավային Կովկասում կայունությանը, ամփոփում է Թրամփը։ Իսկ ահա Փաշինյանը հայոց ցեղասպանությունը միջազգային ինտրիգների մեջ ժողովրդի ներգրավման հետևանք է համարել։ Միայն պետականությունն ու խաղաղությունը կարող են երաշխավորել, որ նման բան չի կրկնվի, կարծում է Հայաստանի վարչապետը։ Մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է։ Մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են։ Տասնյակ բնակավայրեր եւ ընդհանրապես մեր պետությունը թեր բնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով եւ այս գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետությունը իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում խոնարհվել է զոհերի հիշատակի առաջ, այն որակելով 20-րդ դարի ծանրագույն ողբերգություններից մեկը։
Համոզված ենք, որ ազգային հիմքով զանգվածային ոչնչացումն ու տեղահանությունը որևէ արդարացում չունեն, եւ միջազգային հանրությունը պետք է միավորվի նման վայրագությունները կանխելու համար։ Այդ ողբերգությունները խոր հետք թողեցին սերունդների վրա, սակայն նաեւ ուժեղացրին մարդկանց հավատարմությունը իրենց արժեքներին։ Վստահ ենք, որ հայ ժողովուրդը կշարունակի պահպանել իր ինքնությունը, մշակույթը, լեզուն եւ ազատությունը, եւ մաղթում ենք նրան բարօրություն ու բարգավաճում։ Ռուսաստանի պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինի համոզմամբ քաղաքակիրթ աշխարհը չի ուզում առերեսվել հայոց ցեղասպանության հետ։ Միայն այս մոտեցմամբ կարող ենք նշել օրինակ այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է ամբողջ հայ բնակչության զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, որը գրավվել է Ադրբեջանի կողմից 2023 թվականին։ Հետաքրքիր է, որ այն երկրների շարքում, որոնք չեն ճանաչել հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են, այլև Իսրայելը։ Պարզվում է, որ հրեական հոլոքոստը վերապրածները պատրաստ չեն կիսվել իրենց զգացմունքներով եւ կարեկցել այլ մարդկանց եւ ազգերի։ Եվ մենք այսօր մեր աչքերի առաջ տեսնում ենք, թե ինչ հանցագործությունների է դա հանգեցրել հրեական պետությունում։ Զատուլինը հիշեցնում է, որ ավելի քան 100 տարի առաջ հայերը ոչնչացվել են երիտ թուրքերի կողմից Ռուսաստանին համակրելու կասկածանքով, նշում, թե ինչպես են այսօրվա Հայաստանի իշխանությունները խզում հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հետապնդում դրան դեմ արտահայտվողներին։ Արցախում ցեղասպանության շարունակությունն էր, այլ եղանակով հիմա դրված է նաև Սյունիքի հարցը, ասում է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Թուրքիան մինչև այսօր չի ճանաչում, չի ուզում, ավելին Ղարաբաղի այդ ինչ որ տեղի ունեցավ, դա այդ ցեղասպանության շարունակությունը այլ ձևով։ Եվ հիմա ինչ որ կատարում, ասենք թե Մեղրիի հետ, դա նույն ձևի, ինչ խնդիր է լուծում Օսմանյան Թուրքիան ցեղասպանության ժամանակ նա ուզում էր ստեղծել միատար պետություն, որը տեղավորվում էր պանթուրքիզմի գաղափարի մեջ։ Հիմա Ղարաբաղում մենք տեսանք նույն գաղափարի շարունակությունը, բայց այլ ձևով։ Հիմա խնդիրը դրված է նաև Սյունիքի եւ բանը, այնպես որ մոռանալ ցեղասպանությունը, որը շարունակվում է, դա հնարավոր չի ու դա չի բխում եւ անվտանգությունը չի ապահովում հայ ժողովրդի։ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Ավելին, Հայաստանի ներկա իշխանությունների մեղմ քաղաքականությունը ել ավելի է ամրապնդում ցեղասպանության փաստը ժխտող Անկարայի դիրքորոշումը։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։